Այս պահին իմ զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Մինասյան, այս ընտրությունները հատկապես աչքի ընկան իրենց այսպես աշխարհաքաղաքականացվածությամբ, եթե բառացի թարգմանենք ռուսերենից կամ անգլերենից, որովհետև մենք տեսնում ենք թե Վաշինգտոնի, թե Բրյուսելի, թե Մոսկվայի, թե Անկարայի, նաև թե Բաքվի, ուղիղ հայտարարությունները նրա մասին, որ մեծ հաշվով աջակցում են կամ չեն աջակցում այս կամ այն ուժին կամ փորձում են ինչ-որ մի ձև այս ընտրությունների նկատմամբ ունենալ մեկ ազդեցություն, մեկը ներկայություն, մեկը որոշակի օրինականության նկատմամբ ուրեմն դիտորդություն իրականացնել վերահսկողություն եւ այլ։ Կասեք դա ձեր կարծիքով ազդեցություն ունեցավ հայաստանցի ընտրողի վրա, թե չունեցավ այս աշխարհաքաղաքական դիսկուրսները։ Նախ պիտի նշենք, այո, ես դες հետ լիովին համաձայն եմ, որ երևի թե առաջի անգամ ամբողջ անկախության շրջանից ի վեր 91 թվականից մենք իսկապես այսպես կոչված առնվազն աշխարհաքաղաքական ընտրության դիսկուրսը մենք ունեցանք որպես կարևոր կամ առանցքային էլեմենտներից մեկը եւ նախընտրական կամպանիայի եւ նախընտրական կամպանիայից ընթരാճ այն իրադարձությունները ոչ միայն աշխարհաքաղաքական, այդպես կոչված նաև խաղաղության այդ աջենդան օրակարգ այդ բոլոր գործընթացները իր դերը խաղացին։ Եվ իդեպ նաև դա ունի բացի թվացյալ աշխարհաքաղաքական դերակատարների ավելի ակտիվ ներգրավությամբ, բացի դրանից նաև պայմանավորվում է, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականության այն հայեցակարգային փոփոխությանը, որը որ կապված է 2023 թվի իրադարձություններից հետո եւ Հայաստանը փոխելով իր անվտանգային առաջնահերթությունները այս պահին փորձում է լավ կամ վատ կյանքից դա այլ հարց է դիվերսիֆիկացնել իր քաղաքացիությունը։ Բնականաբար դա բերում է նաև նույն այդ արտաքին դերակատարների ավելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի արտաքին եւ այս համատեքստում նաև մեզ ավելի հետաքրքրող նաև ներքին քաղաքականության համատեքստում։ Բնականաբար դա նույնպես իր դերը խաղացել է եւ խաղանալու է, համոզված եմ նաև Հայաստանի այս ընտրական գործընթացներում ամենապարզ եւ ամենահասկանալի բացատրությունը դա ավելի շատ ավելացնելու է կամ ուժեղացնելու է անկախական բևեռվածությունը, որը որ արդեն իսկ նկատվում է Հայաստանի հասարակական ներքաղաքական դաշտում այլ հարցերում, իսկ աշխարհաքաղաքական կոմպոնենտը միայն եւ միայն դա ավելացնում է։ Այսինքն քաղաքական ընտրությունների արդյունքում անկախ նրանից մենք ինչ արդյունքներ կունենանք այսօրվա քվեարկության արդյունքում, որոնք կլինեն վաղը արդեն պարզ, մենք ունենալու ենք քաղաքական ել ավելի բևեռացված քաղաքական դաշտ։ Միանշանակ, այո, միանշանակ եւ իդեպ դա այն թվերը, որոնք որ կան նաեւ Հայաստանի հասարակության ընտրողի վերաբերմունքին տարբեր աշխարհաքաղաքական դերակատարների մասին ցույց են տալիս, որ այո, արդեն միջև ընտրությունները այդ իրավիճակը նկատվում է, ես կարծում եմ նաեւ ընտրություններից հետո դա ավելի կրիստալիզացված կլինի։ Այնուամենայնիվ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր հանրային դիսկուրսների վրա։ Մենք արդյոք սա կարող է բերել օրինակ, չգիտեմ, իշխանության ավտորիտարիզացիայի որոշակի ուրեմն ձգտումների կամ որոշակի միտումների։ Ինչ հետևանքներ սա կարող ունենալ քաղաքական համակարգի վրա։ Եթե զսպող օղակներ չլինեն, ապա այս իրավիճակում մենք տեսնում ենք, ասենք, այդ խորհրդային այլ երկրների իրավիճակով, որոնք որ ունեն կամ պրոռուսական կամ պրոարևմտյան դիրքորոշումներ, երբ որ դու գտնվում ես նոր, ասենք, լուրջ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության այդ ջրբաժաններում, ապա դա բերում է նրան, որ կարևոր չի, որ դերակատարը արտաքին շատ հարցերում արդեն փակում աչքերը որոշ այն խնդիրներին, որոնք որ տեղի ունենում այդ հետխորհրդային երկրի ներսում, եթե տեղի ունենում համապատասխան ինչ որ գործողություններ աշխարհաքաղաքական բնույթի այդ կառավարության պահ։ Հետևաբար այստեղ մենք տեսնում ենք, որ այդ զսպող օղակների դերը նվազել է
եւ դա բոլորի դեպքում դա նկատվում, մենք կարանք օրինակներ բերենք, ասենք Մոլդովան, մենք կարանք օրինակ բերենք, ասենք Բելարուսը։ Եվ բնականաբար, եթե նաեւ Հայաստանում ընտրություններից հետո հասարակությունը, փորձագիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը չգնան որոշ չափով ինչ որ հետ ընտրական իրավիճակի նորմալիզացման, դա բնականաբար ավելի է ավելացնելու այդ հասարակական առճակատումը, որը որ կա մեր մոտ, որի մեջ նաև այս աշխարհակահական ջրբաժանը մի կողմից ավելացնում է ձեր նշած արդեն գոյություն չունեցող զսպող օղակների դեպքում ավելացնում նաև ավտորիտար տենդենսները յուրաքանչյուր դեպքում, մյուս կողմից էլ նաև հոգեբանորեն ավելի է խորացնում նաև աշխարհակահաղական եւ գաղափարախոսական ասենք խնդիրները, որոնք որ կան մեր հասարակության տարբեր սեգմենտների միջև։ Մենք որպես հասարակություն, որպես լրագրողներ, չգիտեմ դուք որպես քաղաքագետ, այլ ընդհանրապես հասարակություն, ինչ իմունիտետ կարող է ձևավորել դրա մեջ, դրա դեմ, ինչպես անել, որ իսկապես մենք խուսափենք նման ներքին առճակատումային իրավիճակներից կամ նման սրացումներից։ Կարծում եմ, այստեղ ամենակարևոր գործը կամ այն ինչ որ կարա անի հասարակական, քաղաքական հասարակությունը, փորձագիտական, նաև մասամբ քաղաքական դաշտը, դա փորձել ֆիլտրել այն ինֆորմացիոն օղակները, որոնք որ այն կանալները, որոնք որ ալիքները կամ կարելի ասել ֆիլտրել այն ինֆորմացիոն ալիքները, որոնք որ դրսից են գալիս եւ հասարակությանը ներկայացնել ավելի իրական պատկերացումներ, որովհետեւ հասկանալի է, որ նաեւ այդ բոլոր դերակատարները այս կամ այդ ձևով փորձում են աշխատել նաեւ Հայաստանի հասարակական քարոզչական, նույնիսկ կոգնիտիվ դաշտում եւ դա անում են այդ ինֆորմացիոն ալիքների միջոցով։ Մեր գործը դա այդ ալիքները ցույց տալ, այդ ալիքները բացել եւ հասարակությանը ներկայացնել ավելի հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիան այդ գործընթացների շուրջ։ Այնուամենայնիվ, տեսեք, շատ էր խոսում այս ընթացքում քարոզարշավի ընթացքում մոլդովական սցենարի կրկնության մասին Հայաստանում։ Թե ընդդիմությունը, թե իշխանությունը շատ հաճախ խոսում էին դրա մասին, յուրաքանչյուրը տեսնելով կամ նրանց ուրեմն մոտ կանգնած ուժերը խոսում էին դրա մասին, յուրաքանչյուրը տեսնելով իրեն հարմարեցված պատկեր այդ ուրեմն մոլդովական սցենարի տակ։ Ձեր կարծիքով արդեն ավարտվել է քարոզարշավը, այսօր քվեարկությունն է։ Ինչ որ բան կրկնվեց այդ սցենարից, այդ սցենարը իրականացավ Հայաստանում, թե ոչ։ Այդ սցենարի ինչ որ եւ ինչ էր նշանակում այդ սցենարը։ Գիտեք, այդ ձեր հարցին պատասխանելու համար ես պարզապես պիտի նշեմ, որ այո, յուրաքանչյուր ասենք դեպքում կարելի է նմանություններ գտնել եւ այդ նմանությունները թվացալ թե շատ հարցերում իսկապես Հայաստանի եւ Մոլդովայի դեպքում տեսանելի են եւ տրամաբանական, բայց կա մի շատ կարեւոր աշխարհակահաղական առանձնահատկություն։ Ռուսաստանի ներգրավությունը Մոլդովայի ընտրությունների մեջ, այդպես կոչված հիբրիդային եւ այլ, դա պայմանավորված էր ոչ միայն հենց Մոլդովայով իր նշանակությամբ, իր դերով, այլ Ուկրաինայով, այլ այն հանգամանքով, որ այս պահին Մոլդովան Մոսկվայի կողմից դիտարկվում է այսպես կոչված ուկրաինական кейսի, ուկրաինական գործընթացի շատ կարևոր անբաժանելի մի մաս։ Հայաստանի դեպքում դեռ դա այդպես չի եւ այստեղ այդ հանգամանքը իր դերը խաղաց, կոպիտ ասած, եթե Մոլդովայի դեպքում Ռուսաստանը պատրաստ էր ավելի ակտիվ ներգրավել ռեսուրսներ, ֆինանսներ, մարդկային, քաղաքական եւ այլն, Հայաստանի դեպքում մի քիչ իրավիճակը այլն է, բայց այստեղ նաեւ կա մի ուրիշ հանգամանք։ Եթե դա տեղի չունեցավ միջև ընտրությունները, դա չի նշանակում, որ այդ ալիքը չի շարունակվի արդեն ընտրություններից հետո, դա արդեն կախված կլինի վերջնական, այսինքն ընտրական պատկերից, որը կլինի հունիսի 8-ի դրությամբ, եւ նաեւ նրանից, թե գլխավոր իշխող քաղաքական ուժը կամ այն ուժը, որ ստանձնելու է մեծամասնությունը խորհրդարանում եւ փորձելու է կազմել կառավարություն, ինչ ձևով նաեւ կփորձի հետ ընտրական քաղաքական երկխոսություն ստեղծել Մոսկվայի հետ։ Այդ երկու գործընթացներից կարծում եմ նաեւ պարզ կլինի, թե մենք կտեսնենք այդ հնարավոր ռեսուրսների փոփոխությունը եւ ավելի ակտիվացում Հայաստանի դեպքում, թե մենք կտեսնենք այդ ալիքի նվազում։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են դրա մասին, որ այս լարվածությունը արհեստական է Մոսկվայի հետ եւ ընտրություններից հետո շատ հարցեր կհանգուցալուծվեն։ Դուք դա իրատեսական համարում եք։
Ես կարծում եմ, որ բնականաբար, այսինքն մենք ունենք երկու տարբերակ, ասենք ընտրությունների արդյունքների եւ եթե մնում է այս քաղաքական ուժը բնականաբար տրամաբանական կլինի, որ նրանք կփորձեն գնալ դեէսկալացիայի, ասենք Ռուսաստանի հետ, եթե ինչ-որ այլ քաղաքական գործընթաց է լինում, ապա այդ դեպքում տրամաբանականը նաեւ որ դա ավելի հեշտ կարա լինի հաշվի առնելով այդ քաղաքական ուժերի առանձնահատկությունները եւ աշխարհակաղակական գուցե լոյալությունը նաեւ։ Շատ լավ, եւ վերջին հարցը ընդհանրապես Հայաստանի շուրջ այս աշխարհակաղակական լարվածությունը, որը ներսից մեզ թվում է, որ բավական բարձր է, չգիտեմ դրսից որ ինչպես է դա երևում, բայց այնուամենայնիվ այս պահին, երբ որ նայում ենք հատկապես եվրոպական մամուլը, ողողված է Հայաստանի ընտրությունների մասին տեղեկություններով, գլխավոր այսօրվա գլխավոր լուրն է իրենց եւ այլ կարելի ասել, բայց այնուամենայնիվ դատելով Հայաստանի տեղից, դիրքից, հա, ինքը եվրոպական մեծ հաշվով եվրոպական, այսպես տարածաշրջանի արևելյան Եվրոպայի, չգիտեմ, պերիֆերիա կարելի ասել, հա, այդտեղ է գտնվում։ Եվրոպայի կենտրոնում չի գտնվում այնուամենայնիվ, Ուկրաինա չի, այդքան մեծ պետություն չի, Հարավային Կովկասում մի տեղում է, որը չունի ելք դեպի ծով, լուրջ ռեսուրսներ ներքին, փոքր տարածք, այ Հայաստանի տեղը, դիրքը, կարևորությունը եւ դրա շուրջ ծավալվող պայքարը որքանով է մեկը մյուսի հետ համընկնում։ Գիտեք, մի կողմից հասկանալ է, որ եւ դա երևի լավ է, որ Հայաստանը չի հանդիսանում ոչ Ուկրաինայի թաթերաբեմի հավասար գոտի, ոչ ասենք Պարսից ծոցի հետ կապված, բայց մյուս կողմից Հայաստանը եւ մենք վերջերս դա քննարկում ենք նաեւ մեր գիտական ասենք աշխատանքի ընթացքում Հայաստանը կարելի ասել, որ արդեն որոշ չափով դարձել է եվրոպական քաղաքական տարածքի անբաժանելի մաս եւ խոսքը ոչ միայն գագաթնաժողովներն են, գագաթնաժողովները դրա վերջի մայիսյանի մասին է խոսքը, դրանց արտացոլումն այլ այն հանգամանքը, որ 22-23 թվականից Հայաստանում մի երկրում, որտեղ որ կա ռուսական ռազմական բազա, որտեղ որ կան ռուսական սահմանապահ զորքեր եւ այլ հանգամ Հայաստանը հանդիսանում Եվրասիական միության անդամ, բայց տեղակայվեց առաջի դիտորդական ԵՄ առաքելությունը այս պայն նաեւ դիտարկվում է եւ իրագործում արդեն երկրորդ ասենք դիտորդական առաքելության արդեն հնարավորությունները գետնի վրա այլ հանգամանքներ կան խոսում են որ այո Հայաստանը իսկապես հանդիսանում է այդ եվրոպական քաղաքական տարածքի մի մասը եւ դրա համար այդ ասենք ուշադրությունը եվրոպական մայրաքաղաքների, եվրոպական կառույցների կողմից արդարացված է, բայց կարծում եմ նաև Հայաստանը չի հանդիսանում այն նյարդային կետը, եթե կարելի ասել, որտեղ որ Եվրոմիության, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի եւ տարածաշրջանային ավելի փոքր դերակատարների այդ ասենք շայրը լիովին բախվում են, բայց մենք նաև տեսնում ենք, որ Հայաստանը ունի եւ հնարավորություններ եւ սպառնալիքներ կամ դառնալ այդ շայրի կամ բախման կամ միասնության մի տարածք, մի հնարավորություն, իսկ դա արդյոք մեզ կհաջողվի թե չէ, կարծում եմ նաև որոշ չափով կախված կլինի այս ընտրությունների արդյունքը։ Դա Երևանի դիրքավորման եւ էֆեկտիվ աշխատանքի հետևանք է, որ Հայաստանը չի դառնում այնուամենայնիվ պատկերավոր ասած երկրորդ Ուկրաինա կամ երկրորդ Մոլդովա այդ աշխարհակաղակական բախումների տեսանկյունից թե ամեն դեպքում աշխարհագրությունն իր դերակատարությունն ունի եւ այս աշխարհագրությունում այլ բան դժվար է պատկերացնել։ Աշխարհագրությունը չափազանց կարևոր է, geography matters, ոնց որ ասում են, դա մեկ, երկրորդն էլ նաև մենք պիտի հասկանանք, որ աշխարհակաղակական այս գործընթացները նույնպես այդ դերը այդ ազդում են Հայաստանի վրա եւ դրական եւ բացասական իմաստով։ Շնորհակալություն զրույցի համար։ Սիվիլայնի տաղավարում ես զրուցեցի Սերգեյ Մինասյանի հետ,